Ողջույններս, հարգելի մանր և միջին բիզնեսով զբաղվող ժողովուրդ։ Եմ ասում հերթը հասավ մանիկյուր կսողներին, եղունգ լցողներին, հետո բոտոքս անողներին, դիմահարդարած վարսավիր եւ այլն, այսինքն պեկը էլ չգիտի ոնց լցի պետական բյուջեն, որովհետեւ պետական բյուջեի մորմշ արեկցել են միան, իրանց պակեվավճարներով, իրանց ցոփուշվայց ծախսերով, իրանց կոռուպցիայով եւ այլն, պետական բյուջեն դադարք են, որ ասում է полковник контрразведки Кудасов нищий։ Ու ինչն է հետաքրքիրը, որ այս ֆոնի վրա, այս դատարկ բյուջեի ֆոնի վրա տրվում է աննորմալ տիպի մեծ հարկային արտոնություններ, ընկեր լֆոյ Սամվել Ալեքսանյան։ Նո բնականաբար հասկանալի է ինչի է տրվում լֆոյ նման արտոնություններ, որովհետև լֆոն ամենավերջի ձևով ֆինանսավորում էր ընկեր Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը։ Եվ ես բազմաթիվ մեսիջներով, բազմաթիվ ձայնային հաղորդումներով իմ ձայնը բարձրացրել եմ, որ եթե այսօր Ռուսաստանի Դաշնությունը իրականացնում է պատժիչ գործողություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ եւ շատ ճիշտ է անում ռուսական տեսակետից, փագել արլասը, որ ասում է դիպ փագա, ոչ էսան են կարեմեթան, ոչ են են կարեմեթան։ Եվ ինքես լֆիկն է Ռուսաստանի տարածքում ունի ահռելի բիզնեսներ։ Ես վստահ եմ, որ մի գեղեցիկ ռուսական կողմը նաև կգնա ինքե լֆիկի բիզնեսի հետևից։ Բայց հիմա առաջանում է հարց, ես ուզում եմ, որ հիմա ինձ լսեն այդ նույն այդ մանիկյուր շիցաները, այդ վարսավիրները, դիմահարդարանողները եւ այլն, որոնք որ իրանց օրվա հացի փողը, այն որ ասում են ելի վաստակում են։ Հիմա այսօր պետք է ընկել այդ խեղճերի հետևից։ Մի կողմից ընկել է դրանց հետևից, որ այդ բյուջեն դադարգա, պիտի sense վերջի կոպեկը քանի, որ ինչ որ մի ձեր քաշի տանի, որ կանան դեպուտատիչին պարգևավճար տան, որ նարեկի նման երևույթը հլնի ասի, որ բանը թրիպ մի ասեք, դա ճանապարհ է, այն Սունիքի բանը թրիպ մի ասեք, ճանապարհ է, այսինքն ասում է, այն ինչ որ ասում է Նիկոլը, երևի Նիկոլն ասել է, որ Եվոնը հաստատ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, որ այդ թրիպի միջանցքի շինարարությունը եթե սկսվի, նարեկի թայֆեն, այսինքն տաշիրականները այդտեղ պիտի ունենան փայ տենդեր շինարարության մեջ, բայց ես շատ խիստ կասկածում եմ, որ այդտեղ այդ ճանապարհը կարող է ինչ-որ սկսի վերաբացել, լավ, այսինքն վերակառուցվել կամ կառուցվել, հետ դառնանք նորից, այսինքն հիմա նայեք մեկի չեք տենում, մենք տենում ենք մի կողմից, պետությունը տալիս է աննորմալ տիպի հարկային արտոնություն լֆոյ, մյուս կողմից ընկել է այդ մանր եւ կարելի ասել միջինոտ բիզնեսի հետևից։ Հիմա ես ուզում եմ իմ հարցը տամ այդ մանիկյուր շիցաներին, վարսավիրներին, դիմահարդարներին եւ այդպես բյութի սալոն ունեցողներին։ Ձեր ընտրած իշխանությունը, ձեր ընտրած ընդդիմությունը, հիմա ձեր դուրը գալիս է, հա։ Ես իմ նախընտրական ծրագրի մեջ 1 միլիոն անգամ նշեցի, որ մանր բիզնեսը չի հարկվելու, որ նորաստեղծ միջին բիզնեսը ունենալու է մոտավորապես 6 ամսից մի տարի հարկային արտոնություն։ Դուք այդ ամենի վրա ունեցաք թքած, գնացիք ընտրեցիք խոզաբուծարան կամ խլեբնի զավոդ, կամ գնացիք ընտրեցիք այս նիկոլական բոզի տղեկին։ Հիմա ընկեր նիկոլականների հարկայինը խզղն է ընկեր ձեր հետևից։ Հիմա սա ձեր դուրը գալը մա, հա։ Հիմա որ դուք, որ ելի հացի փող եք վաստակում, հիմա պիտի տանեք, դուք ակներ վճարեք, այն անեք, որ ինքեր լֆիկի տված հարկային արտոնությունը ինչ որ մի ձեր բյուջեի վրա ծածկեք։ Սա ձեր դուրը գալը մա։ Վարդան Ղուկասյանը միակն էր, որ ասում էր ոչ մի օլիգարխ չի լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Սոցիալիզմ, մաշացով։ Ոչ մի օլիգարխ։ Բժշկություն ձերի, ուսում ձերի։ Դուք դա չհասկացաք։ Այո, կլինեին հարկեր, բնականաբար, բայց հարկվելու էր խոշոր բիզնեսը, եւ շատ է, ոչ մի հարկային արտոնություն, ես հարկային արտոնություն, ինչ-որ մի օլիգարխ ինչի պիտի տայի, միացել ինձ ասեք։ Հələ էսի եմ բանից հետո, երբ որ ընկած, ինչ-որ դոդից գույք եմ բռնագրավը, ես ինչ էին անում,
էլի բյուջեի դեֆիցիտը չեն կարում ծածկել։ Գնացեք Սարգսյանի հետևից։ Մարդը 15 միլիարդ փող ունի։ Ռոբերտ Քոչարյանի հետևից 5 միլիարդից ավել բանը փող ունի, բախի չեք։ Խիշեք Երևանի պլազան բռնագրավը, Համխիշենքը, Զվարթնոցը, այրոպորտը, Արշին Ինվեստ բանկը, Կոմերս բանկը, որն ասեն, որը թողամ։ Ոչ, տաշինականներից խի ոչի բան չեք բռնագրավում։ Այն ձևով ինչ-որ դոզից։ Ընդհակառակը իրականացնում են համատեղ բիզնես պլաններ։ Հիմա այն խլեպի զավոդին հացաբուկեղենի ուշկումիցը միջանցքն է, որ միջանցքեն ինքը փող աշխատի։ Այն այդ պարսիկների խերը քոկից գլականի, բայց այդ փող ինքը չի աշխատի։ Նիկոլականները ավելի տղամարդ են այսօր օրով, քան թե այս տաշիրականները։ Նայում ես այսօր այդ ազգային ժողովին չես հասկանում, ազգային ժողովը թե հոգեբուժարան։ Ոչ մի լուրջ օրենքի նախագիծ, ոչ մի բան, աբսոլյուտը չի քննարկվում։ Մեկը մեկի բոս սպորնիկ ագարկա չատնա գանդոն հլեն վրե պարկեն բենի։ Էտո։ Ամբողջ օրը դրած էս նայեմ։ Բռնեմ, կզսնեմ, փակեմ այն ինչեր են։ Ֆերդինանդին այն կամասուտրայի այն տաբե բամբա այն բոլոր պոզաներով թաթխին ու հանին, հեչ։ Յա այս պատին ասած յոթրը։ Մեկ եթե մա, մեկ մնա, էս է ձեր ընտրածը։ Հիմա քաշեք, վայելեք։ Ոչ թե Վարդան Ղուկասյան խաբար եք, թե գիտես ինչ, հարկային մաքսեն են գելա այդ բանը մանիկյուր անողների հետևից։ Հիմա մանիկյուր անողները ծբռնեն հաթած, հարկայինի աշխատողների մանիկյուր անեն, որ մասից ուզում են։ Էսա, ամեն մի ազգ, ամեն մի ժողովուրդ արժանի է իր ընտրած ղեկավարին։ Խելք ունենա, թասիպ արժանապատվություն նամուս ունենա, հնարավորինս արագ պետք է ձերբազատվի նման իշխանությունից, նման խայտառակ ընդդիմությունից, որ ամբողջ օրը այս ասի ինչքան ժամանակ ազգային ժողովն է, դուք տեսել եք մի հատ հարցի շուրջ տրանք ինչ օրենքի նախագծի քննարկում անել ի օգուտ ժողովրդի։ Չեք տենալ։ Ձեզ ծոցոլակը կտենաք, նման բան չեք տենալ։ Իսկ հիմա վայելեք։ Ամենայն ոչ հարգանքով Վարդան Ղուկասյան։ Ամեն։